Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանին։ Բարև ձեզ Տիկին Մանավազյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ համաձայնվեցիք զրուցել ինձ հետ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ամենաշաբաթյա պատարակները շարունակվում են, բայց Կտրիչ Ներսիսյանը դեռևս չի շտապում հեռանալ վեհարանից։ Ինչ եք կարծում, արդյոք սա պայմանավորված է նրա քաղաքական ակտիվությամբ, մասնավորապես մեր ձևով շարժման Սամվել Կարապետյանի գլխավորած այդ շարժման հետ համագործակցությամբ։ Ինչ հանգուցալուծում եք տեսնում։ Տեսեք, յուրաքանչյուր կիրակի այո մենք ներկա ենք լինում պատարակի եւ ականատես ենք լինում հետո նաեւ գործողությունների, որը հանգեցնում է կարգալույծ եղած անձը որոշում է կարգալույծ անել այդ օրը պատարակ մատուցած քահանային կամ եպիսկոպոսներին։ Հիմա տեսեք, Կտրիչ Ներսիսյանի առաքելությունը եկեղեցում ժողովրդի հոգևոր առաջնորդությունն է եւ ինքը պետք է բերի խաղաղություն, բարություն սերմանելու առաքելությամբ հանդես գա, այնինչ մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, որ նա բաժանման, պառակտման գործողությունների է տանում, հնարավորինս սրելով նաև մտնելով քաղաքական դաշտ եւ իր գործունեությունը այս պահին որպես այդպեսին քաղաքական ընդդիմադիր հայացքներով քաղաքական գործունեությամբ զբաղվելն է։ Ինչ է նա անում։ Նա փորձում է պառակտում մտցնելով հոգևորականների շրջանում, չհամախմբելով իր հոտին, նաև ժողովրդի դեմ դուրս գալ ժողովրդի դեմ։ Մենք տեսնում ենք եւ ականատես ենք լինում, թե յուրաքանչյուր կիրակի որքան ամեն համայնքում այդ համայնքի բնակչությունը ամբողջապես մասնակցում է այդ պատարակին, որտեղ ներկա ենք լինում, գրեթե մենք ինքներս էլ եթե հնարավորություն ունենք, անպայման մասնակցում ենք եւ տեսնում ենք որքան մարդ է մասնակցում եւ իրենք հայտարարում են, որ դա մեր կուսակցականներն են գալիս եւ ոչ, վարչապետը հայտարարում է բաց է բոլորին մասնակցությունը այդ պատարակի եւ բոլորս գնում ենք հաղորդակցվելու եւ պատարակին մասնակցելու։ Ինչ է տեղի ունենում հետո արագ գործողություններ են տեղի ունենում հենց իր ձեռամբ, որպեսզի կարողանա էլի որոշակի բաժանում խժդժություններ ստեղծի իր այդ շրջանակում։ Հիմա թող Կտրիչ Ներսիսյանը կողմնորոշվի, ինքը զբաղվում է եկեղեցականներով եւ ժողովրդի հոտով, բայց ինքը չի կարող զբաղվել, որովհետեւ որորդ ամիսն է արդեն, մենք մի հարց ենք ուղղել իրան, ինքը թող ասի, որ արդյոք խախտել է իր կուսակրոնությունը եւ այդ պատասխանը հստակ պետք է հնչի իր մոտ, բայց նա փոխարենը հաղորդակցվելու, խոսելու, արտահայտվելու իր ուղերձները միմիայն ընդդիմադիր հայացքներով ուղղված ուղերձներ են եւ կոնկրետ որևէ պատասխան չի հնչում, նախ որովհետեւ ինքը չի կարող ուրանալ իր երեխային, որովհետեւ իսկապես նա ունի զավակ եւ դա բազմիցս բարձրաձայնվել է եւ եթե այդպես չներ անմիջապես հերքում կլիներ։ Ինչևէ, որպեսզի նման վատ իրավիճակում չհայտնվի, փորձում է շուրանալու փոխարեն լուր պառակտում մտցնել հոգևորականների մեջ, ինչը կարծում եմ իրեն այլևս չի հաջողվում եւ շուտով միգուցե ականատես կլինենք այն իրավիճակին, որ եկեղեցին կմաքրվի կարգալույծ եղած Կտրիչ Ներսիսյանից, որովհետեւ նա իսկապես ինքն իրեն կարգալույծ անելու որոշում մի օր պետք է կայացնի։ Երեկվանից արշավ է սկսվել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ arczepiskopos Սարոյանի նկատմամբ, նա երեկվա մասնակցում էր պատարակին Արարատ գյուղում եւ պարբերաբար անընդհատ ընդդիմադիրները, նաեւ Կտրիչ Ներսիսյանը եւ իր համախոհ arczepiskoposները Նիկոլ Փաշինյանին մեղադրում էին եկեղեցու դեմ արշավ սկսելու մեջ։ Հիմա օրինակ հենց նույն այս սրբազանին նրանք ասում են բրուտոս, համացանցում մեծ ակտիվությամբ վիրավորանքներ են սկսվել ընդդիմադիրների կողմից եւ հենց եկեղեցականների կողմից։ Ինչպես հասկանալ սա։ Տեսեք, դա նույն ընդդիմության ձեռագիրն է, եկեղեցու կողմից դա կլինի, եկեղեցականների իր նեղ շրջանակի կողմից դա կլինի, թե ընդդիմության, իրենք նույն ձեռագրով են հանդերձ գալի, այսինքն եթե մարդը դիրքորոշում է հայտնում իր հավատամքը կամ իր դիրքորոշումը ներկայացնում է, ուրեմն իրենք կարող են քարկոծել, դարձնել այնպիսի հակաքարոզություն իրականացնել տվյալ անձի դեպ, դարձնել թիրախ նաև ամբողջ հանրության առաջ եւ վատաբանել, չարախոսել, ատելության խոսքով հանդես գալ, ինչը այսօր դարձել է միակ գործոնը, միակ
անփոխարինելի ընդդիմության ձեռագիրը եւ գործոնը, որով ուրիշ բան ուղղակի սոցիալական ցանցերում իրենք այդ ուղերձն է։ Օրինակ Երեք Իվետա Մուկուչյանն էր նույն թիրախում հայտնվե, օրեր առաջ էլի Վաղաշապատի ընտրությունների ժամանակ, այսինքն այն մարդիկ, ովքեր դեմ խոսում են, հակառակ կարծիք են արտահայտում կամ իրենց սեփական կարծիքն են արտահայտում, ինչը իրենց սրտով չի կամ իրենց դաշտում չի, ուրեմն իրենց դեմ է եւ իրենք պատրաստ են այդ բոլոր իրենց սոցիալական ցանցերում ֆեյքերով, իրենց հնարավորություններով որևէ բան չեն խնայում, որպեսզի կարողանան տվյալ մարդուն քարկոծեն հանրության առաջ։ Օրինակ համացանցում եւ կայքերում որպես ձեր ասացի շարունակություն, ապա տեղեկատվության ծավալը գնալով մեծանում է, կհիշեք մզկիթների պատմությունը, որ իբրև թե Հայաստանում 10 հատ մզկիթ է կառուցվելու։ Դուք որպես իշխանության ներկայացուցիչ ինչպես եք տեսնում այդ հիբրիդային պատերազմների դեմ պայքարը, որտեղ վստահաբար 2026-ին ընթരാճ դրանք ահագնանալու են։ Հիբրիդային պատերազմը կա եւ գնալով ահագնանալու է, իհարկե, որովհետեւ բավականին ներդրումներ անելու են այդ ուղղությամբ, ֆեյքերի, հնարավոր ես ինքս եմ տեսնում կոմենտներում եւ հարցակումները ինչպես են տեղի ունենում։ Իսկ ապա տեղեկատվության մասով հանրությունը կարծում եմ պետքա մերժի ինքը հասկանալով, գիտակցելով, իհարկե նաեւ մենք որոշակի պայքար կունենանք դրա հետ կապված, բայց հանրությունը պետքա մերժի այդ ապատեղեկատվությունը, կրկնում եմ, այսօր ընդդիմության թիվ 1 գործոնը մնացել է ապատեղեկատվությամբ մարդկանց մոլորեցնելը եւ կտեսնեք վերջերս էլի Վաղաշապատում ընտրությունների ժամանակ հակաքարոզչությունը, այսինքն Վաղաշապատի ընտրությունները չմարսելով իհարկե, փորձում են էլի ապատեղեկատվություններ տարածել, հակաքարոզչություն իշխանության դեմ անել, որի արդյունքում իրենք հատուկ սադրելով նաև իրավապահներին, այնպես են անում, իրանց ուշադրության կենտրոնում են հայտնվում, եւ երբ իրավապահները այդ գործողություններն իրականացնում են, վերջում հայտարարում են, որ իրենք խաղբանտարկյալ են։ Իհարկե սա շատ լուրջ խնդիր է, որովհետև կաշառքի գործով մեղադրյալը, հայհոյողները, սադրողները եւ նման մարդիկ, այո, պետք է իմանան, որ կարմիր գիծ կա, որը պետք է չանցնել եւ իրենց խոսքը, իրենց ասելիքը պետք է լինի խելամիտ եւ քննադատության սահմանում, այլ ոչ թե վիրավորելու, մոլորեցնելու հանրությանը այդ ուղղությամբ պետք է մենք ունենանք բովանդակային քննարկում, այլ ոչ թե հայհոյախառը խոսույթ։ Ձեր նշած անձանցից մեկն էլ Գյումրու քաղաքապետ արդեն կալանավորված Վարդան Ղուկասյանն է, որը դատական նիստի ժամանակ բավականին գռեհիկ հայտարարություններ էր անում եւ մասնավորապես ասել է. մենք կոտրվող չենք, մենք կոտրող ենք ու մի շարք այլ սպառնալիքներ հնչեցրելու։ Չէ՞ կարծում Վարդան Ղուկասյանի շուրթերով կարող ենք ասել ամբողջ ընդդիմությունն է խոսում։ Ես Վարդան Ղուկասյանի կամ Վարդանիկի շուրթերով երբեք չեմ ուզել, որ այդ խոսույթը ընդհանրապես հեռարձակվի, որտեղ այն ասելիքը կամ այն խոսքը, որ հնչեցնում է իր կողմից ընդհանրապես քաղաքական չէ եւ ընդհանրապես այն գործողությունները, որը բխել է նա իր լիազորությունների շրջանակում եւս հակաիրավական են եղել, որի արդյունքում ինքը հիմա հայտնվել է այնտեղ, որտեղ պետք է պատասխան տա իր արածների եւ նաեւ իր խոսքի համար։ Մենք պետք է սովորենք քաղաքական խոսք ունենալ, որը կարող է քաղաքական քննադատություն ունենալ եւ այն ասելիքը, որ նա հնչեցնում է, եւ այն բառապաշարը, որ նա հնչեցնում է եւ որը լսում է հանրությունը, այդ թվում նաև երեխաները, չպետք է լինի մեր ականջներին արդեն սովոր խոսույթ։ Օրերս քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել Սամվել Կարապետյանը, մասնավորապես նշելով. մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի եւ չարության պարտության առթիվ։ Փաշինյանը մտածում է իր իշխանության մասին, Սամվելը քո մասին։ Ինչ կասեք այս մասին։ Իհարկե, թույլ տվեք մի քիչ շատ հեռվից գամ այս մասով Սամվել Կարապետյանի գործողությունները։ Ես ակամայից հիշում եմ եւ կարծում եմ հանրությունը պետք է այս մասին եւ հիշի եւ իր գնահատականը տա, երբ սույն անձնավորությունը
Հայաստանի Հանրապետության օրհասական օրերին երբևէ չի գտնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողքին։ Պատերազմի ժամանակ հայտարարություն տարածեց, ինչպես որպես երրորդ կողմ, կողմերին կոչ էր անում գալ նստել բանակցությունների շուրջ, այդ ժամանակ տպավորություն էր, որ խոսողը ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ իրեն բարերար հռչակած անձնավորություն է, այլ Ռուսաստանի գործարար, ուղղակի երրորդ կողմ կոչ էր անում կողմերը նստեն բանակցությունների շուրջ։ Սա դիրքորոշում է, սա նույն կեցվածքն է, ինչ եկեղեցին չի եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողքին, նույնը նա երբևէ մեր ցանկացած օրհասական պահի չի եղել մեր քաղաքացիների կողքին։ Այսօր հեծի մասին են փորձում հեծի շուրջ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ իրենք հեծը շատ լավ են կառավարել, շատ լավ եք կառավարել 2018-ից 24 թվականի ամբողջ մեր սպառողների բազան ինչու սերվերներից անհետացավ։ Երկու վարկած կարող եմ առաջ քաշել։ Առաջի վարկածը, որ իրենք կամ այնպիսի քաոսային իրավիճակ էր հեծում, որ իրենց պետք չէր այդ քաոսային իրավիճակը դառնար, բացվեր եւ դառնար հանրությանը հասանելի տեղեկատվություն, որտեղ մենք ասում ենք, որ հավելագրումներ են եղել եւ այդ հավելագրումները կպարզաբանվեն, երբ որ այդ ուսումնասիրությունները կլինի։ Եվ դա տեղի ունեցավ նոր հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրություններից առաջ սերվերների ոչնչացումը։ Եվ երկրորդ վարկանիշը նա է, որ իրենք այնքան լավ են կառավարել ճակերտավոր, այնքան լավ են կառավարել հեծը, որ դա ուղիղ իրենց գրպաններն է գնացել։ Հիմա այս մարդը խոսում է եւ վերջում, երբ գալիս է մի իրավիճակ, ասում է ես թքած ունեմ հեծի վրա։ Իր համար կարևորը արդեն քաղաքական եկեղեցու եւ իր հարաբերություններում որոշակի երբ տվյալ անձը հայտնվում է իմ ասած նախորդ օրինակներում իրավապահների ուշադրության կենտրոնում կամ խնդրահարույց իրավիճակում, որտեղ խնդիր կա, որտեղ 2 տարի ժամանակ ունեին իրենք անընդհատ մենք քաղաքացիներից, վարչապետը քաղաքացիներից համայնք, ցանկացած համայնք այցի ժամանակ մեր բոլորի բողոքի, այսինքն բնակ հանրային հատվածի, հանրության բողոքի հիման վրա եկել ենք, որպեսզի հեծը հասկանանք ինչն է խնդիրը, որ մենք որևէ նորմալ կայան չկա, որևէ նորմալ հոսանքի ապահովում չկա, անընդհատ հոսանքազրկումներ, տեխնիկայի փչացում եւ այլն։ Սա է եղել ամբողջ այն կուլմինացիան, որ վերջում հանգել ենք այնտեղ, որ մենք լուրջ խնդիր ունենք հեծում, որովհետև չի կարող հեծը լինի լավ կառավարվի, այդքան ներդրումներ անեն, այդքան հնարավոր եւ արդյունքում ինչ ունենք։ Ես ուզում եմ նաեւ այս ֆոնին անդրադառնալ վերջերս հնչեցած այն մտքին, որ այդ դեպքում եթե հեծը վատ ենք կառավարել, ինչպես է Moody's-ը բարձր վարկանիշով միշտ գնահատել, սիրելի քաղաքացիներ, Moody's-ը գնահատում է ֆինանսական կայունությունը, չի գնահատում հեծում կառավարման ձևը կամ ընթացքը կամ գալիս է մտնում կառավարման մեջ եւ ուսումնասիրություն անում։ Իսկ ֆինանսական կայունությունը որտեղից է գալի։ Հանրությունը իր սպառած էներգիայի համար վճարումներ է անում պարբերաբար եւ իրենք ֆինանսական կայունությունը, այսինքն մուտքերի հաշվին կարողանում են ցույց տան, որ ֆինանսական միջոցն է եւ կարողանում է միջազգային վարկային պայմանագրերից եւս օգտվել։ Եվ դա դարձնել այնպիսի հայտարարության տեքստ, որ Moody's-ը այդ դեպքում, որ մենք վատ ենք կառավարել ինչպես, ֆինանսական կայունությունն է գնահատել, այո, հեծի ֆինանսական կայունությունը իր շնորհիվ մեզ բոլորիս, որտեղ մենք պարբերաբար վճարումներ ենք կատարել եւ հարց է այդ վճարումները ինչքանով են դեռ ուսումնասիրության նյութ պետք է լինեն, որը ոչնչացվել է սերվերներից, ինչպես է դա եղել, սա դարձել է իրենց բարձրացնող եւ արդարացնող հարց եւ առհասարակ իրենց խորհուրդ կտամ իրենց քաղաքական գործունեությունը ինքնուրույն կառավարելուց սկսեն իրենք եւ ոչ թե խոսեն հեծը կառավարելուց, հիմա էլ նույն կերպ փորձեն երկիրը կառավարել։ Վերջերս իրար հետևից հարցազրույցներ տվեցին Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը մասնավորապես հայտարարեց, որ Հայաստանում հեղափոխությունը տաքացրել են արևմուտքը, այսինքն արտաքին ուժերը, ինչ կասեք այս մասին։ Վերջերս տվել են իրար հետևից հարցազրույցներ եւ ես նախ պետք է մի բանի անդրադառնամ, ցավում եմ, որ երկրի նախագահ եղած անձնավորությունը գնում է այնքան անլուրջ հաղորդման հյուր, որը ժամանակի 7 ժամ խոսում է տարբեր
այնքան տարիներ որքան չի խոսացել, այսինքն Արցախի պատերազմից մինչև օրերս եղած իրադարձությունները խոսելու եւ ես չէի սպասում, որ երկրի կառավարումը ստանձնած անձնավորությունը այնքան լուրջ կվերաբերվեր այնպիսի հաղորդմանը, ինչպիսին ինքը ներկա գտնվեց եւ ներկայացրեց ինչ որ կտորներ իր անցած կառավարման տարիներից։ Եվ ինձ համար, իհարկե նաեւ բոլորիս համար, ես ինքս պետք է խոստովանեմ 7 ժամ չեմ լսել հարցազրույցը, բայց ինձ համար ընդհանուր նաեւ մյուս կառավարումը ստանձնած ղեկավարի, նախկին ղեկավարի հարցազրույցից կարող եմ ասել, որ իրենք իրար հետ վիճում են, կռվում են, դեմ են դուրս եկել, ընդդիմության տեղը զբաղեցնելու պայքար է գնում իրենք իրանց մեջ։ Հարցազրույցները շատ բաների կարող եմ անդրադառնալ դետալային, եթե կոնկրետ հարցն չի, բայց այն, որ իրենք պատկերացնում են, որ 20 աշակերտը դա երեխա չի եւ պետք է կարող է ունենալ վատ պայմաններում դպրոց կամ մանկապարտեզ հաճախել եւ մենք չունենք ռազմավարություն, որ 20-ը կարա դառնա 40, 100, 200, ուրեմն այդքան կարճ հեռանկարով չեմ պատկերացնում նախկինում ինչպես ենք վստահել երկրի նման կառավարմանը։ Քոչարյանն օրինակ օգոստոսի 8-ի նախաստորագրած փաստաթուղթը նույն նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է համարում առանց Արցախ, այս մասով ինչ կասեք։ Այս մասին մենք բազմիցս խոսել ենք, ինչ է դա նշանակում։ Օրինակ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը երբ որ ստորագրվեց, եկան կառավարության դռները, ազգային ժողովը ջարդեցին, հարձակվեցին, դուք չգիտեմ կոչերով եւ հնարավոր բոլոր ձևերով հիմա իրենք մեկ խոսույթ ունեն, ընդդիմության քննադատել իրենք չեն կարող, իրենք ընդհանրապես ատելության խոսք, վատաբանել, չարախոսել, ցանկացած լավ բան, որ արվում է, նույնիսկ խաղաղության այս օրերը, որ մենք ապրում ենք, իսկապես չեն գիտակցում դա ինչքան մեծ ձեռքբերում է մեզ համար։ Սա կարևոր պատմական օրեր են եղել, որ մենք ապրել ենք այդ օրերը եւ ապրել ենք եւ ավելին ենք տեսնելու, քան այս օրերն։ Ուղղակի պետք է գնահատենք այն ինչ ունենք այս պահին եւ իրենք ուղղակի ցեղ շպրտելով այս օրակարգի վրա փորձում են ինչ են փորձում անել։ Իրենք միայն թուրք եւ դավաճան բառերն են այսօր այնքան են նեղացել իրենց քննադատության եւ վատաբանելու շրջանակը եւ ընդդիմությունը ավելին ասել ուղղակի չի կարող, չունի ասելիք այսպես չունի ասելիք։ Ուղղակի մեզ ընդհանրապես անվանում է թուրք եւ դավաճան եւ այդտեղ կանգնել է, որովհետեւ իսկապես ժողովուրդը տեսնում է, որ ժողովուրդը այսօր գնահատում է խաղաղության մեր օրակարգը, ընդունում է եւ իր գնահատականը դեր առաջիկա ընտրություններին իհարկե կտա։ Վերջին ճեպազրույցի ժամանակ վարչապետը խոսեց մի բանի մասին, ասելով, որ մարդիկ զզվել են ներկա նախկին այս բանավեճից եւ ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը դեպի թակարդ տանող ուժերը պետք է դուրս մղվեն ընտրությունների արդյունքում։ Ինչ է կարծում 2026 թվականի ընտրություններից ներքաղաքական այսպիսի զարգացումների ականատես կլինենք, որ իսկապես այդ նախկին ուժերը դուրս կմղվեն ընդհանրապես քաղաքական կյանքից։ Դե նայելով ովքեր են քաղաքական հայտ ներկայացնում ընտրություններին մասնակցելու պետք է հուսամ, որ քաղաքացին իսկապես այնպեսի ընտրություն կկատարի, որ դուրս կմղվեն քաղաքական դաշտից եւ ես ուզում որ մենք ունենանք այնպիսի ընդդիմություն, որի օրակարգը բովանդակություն կլինի, որտեղ ասելիք կլինի եւ իր քննադատությունը ոչ թե ատելությունն ու ամեն բանի մեջ այլ բան փնտրելը կբերի մենք չպետք է լինենք իրենց բացատրող, պարզաբանող, մենք պետք է իրենց քննադատությամբ մեր աշխատանքն ավելի լավարկենք, մեր անելիքներն ավելի լավարկենք։ Եվ ես չեմ կարող ասել, մենք 120-ից ավել կուսակցություն ունենք այսօր գրանցված եւ ովքեր ինչպիսի հայտ կներկայացնեն, բայց այո, նաեւ վաղաշաբաթի ընտրությունները ցույց տվեցին, որ առաջիկայում կունենանք այն գնահատականը, որ քաղաքացին, ինչպես վաղաշաբաթում ընտրեց աշխատանքը, չընտրեց պորոտախոսությունը, մեծախոսությունը եւ ատելության խոսքը, ընտրեց աշխատանքը, այս անգամ 26 թվականի ընտրություններում նույն սկզբունքով կունենանք հաջողություն։ Շնորհակալություն։ Ես շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արուսյակ Մանավազյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։